Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ այս տեսանյութը կիսվեք, տարածեք պարտադիր, շատ կարևոր անվտանգային խնդրի մասին պետք է խոսենք, խնդրում եմ մինչև վերջ դիտեք անպայման։ Ուրեմն տեսեք, խոսքը գնում է այսօրվա Նիկոլի տարած դիվանագիտության մասին։ Ինչ դիվանագիտություն է գնում ու մեզ ինչ է սպասվում այս իշխանությունների շնորհիվ տարած դիվանագիտության շնորհիվ։ Ես ճիշտն ասած դիվանագետ չեմ մասնագիտությամբ, բայց որպես իրավաբան, որպես միջազգային օրենքը ուսումնասիրող մարդ հասկանում եմ ինչա կատարվում ու ուզում եմ երկու բառով իմ կարծիքը ասեմ, եթե դուք համաձայն չեք ինձ հետ, կարող եք գրել ճիշտը։ Ուրեմն, տեսեք, Հայաստանը աշխարհի մասշտաբով համարվում է փոքր պետություն։ Համաձայն եք, չէ՞։ Ու այսօր մենք համարյա սենց է գնում ենք այս մեր տարածաշրջանում, թշնամանում ենք բոլոր երկրների հետ համարյա։ Հիմա հերթով գանք, ես ասեմ ինչա կատարվում։ Տեսեք, Թուրքիա, Ադրբեջան մեր բարեկամը չեն կարա լինեն առաջիկա 100 տարին հաստատ, դրանից հետո չգիտեմ։ Ինչ որ խաղաղություն կարող է, չգիտեմ, կնքվի, չգիտեմ երբ, բայց որ ասենք դրանք կարան մեզ ինչ որ մի ձև, ասենք, չգիտեմ, այս մոտակա 100 տարում չուզենան մեզ ոչնչացնեն, դժվար թե։ Թուրքիա, Ադրբեջան դա թշնամի պետություններ են, վերջ, սրա մասին չենք կարա խոսենք։ Հա, անցնենք առաջ, Վրաստանը մեր համարվում է մեր բարեկամ երկիրը, հարևան երկիրը, բայց եկեք չմոռանանք, որ Վրաստանը մեզանից շատ բարեկամ ու հարազատ համարում է Ադրբեջանին եւ Թուրքիային ու իրանց հարաբերությունները այնքան լավ է, որ ասենք պատերազմի ժամանակ գիտենք ում կողմնա լինելու, հա, մեր հետ կարող է չկռվեն, բայց 100 տարի առաջ տենց դեպք եղել է արդեն։ Լավ, էդի անցնենք առաջ, Վրաստանը փոքր պետություն է, հետո գալիս է այստեղ Պարսկաստան, Ռուսաստան, ովքեր այս մեր տարածաշրջանում մեծ դերակատարներն են։ Հիմա մենք մինչև այս Նիկոլի գալը Պարսկաստանի եւ Ռուսաստանի հետ եղել ենք շատ լավ հարաբերությունների մեջ, ոչ մի խնդիր չենք ունեցել, ամեն ինչ նորմալ է եղել, իրանք մեզ օգնել են, երբ որ դրա կարիքը մենք ունեցել ենք, ոչ մեկ չասի չեն օգնել 20 թվականի պատերազմին։ Մեր բոլոր խնդիրները, ինչը որ իրանցից կախված է եղել, որը իրանք պետք անեին, արել են, այն մնացած ստերը թող չասեն։ Հիմա մենք գնում ենք այդ երկու երկրների հետ թշնամանալու, արդեն այդ process-ի մեջ ենք։ Ստեղ կապ չունի այնտեղ ռուսամետ, չգիտեմ արևմտամետ, մյուս, ստեղ կոնկրետ խնդիր է ծագել արդեն։ Կոնկրետ խնդիր է ծագել, որ մենք Ռուսաստանի եւ Պարսկաստանի հետ դառնալու ենք թշնամի։ Ինչի համար, չասեմ, ուղիղ ասում եմ, Նիկոլի տարած քաղաքականության այս դիվանագիտության պատճառով, միայն սա է պատճառը։ Քանի որ մինչև Նիկոլը սենց խնդիրներ չենք ունեցել մենք, այս հսկայական պետությունների հետ։ Հիմա դուք նայեք, որ սենց հելել եք, ասենք, հակա ռուսական, հակա պարսկական, ինչ որ արդեն սարքել եք թշնամի, կոնկրետ թշնամի եք սարքել։ Ասենք դուք մտածում եք թշնամու հետ ինչ է լինում։ Թշնամու հետ պատերազմում են, հարձակվում են միմյանց վրա, միմյանց տարածքները գրավում են, թշնամին դա է։ Հիմա դուք տեսաք Պարսկաստանը ինչ օին հանեց Ամերիկայի գլխին, ինչ խայտարակ ձևով Ամերիկան կանգնեց, այդ ուզում ասում էր վերացնեմ, ոչնչացնեմ, չգիտեմ ինչ անեմ։ Դուք Պարսկաստանի հզորությունը հասկանում եք ինչ է իրանից ներկայացնում։ Կամ Ռուսաստանը, ասենք, աշխարհի ամենահզոր միջուկային զենք ունեցող երկիրն է, այսինքն Ռուսաստանի դեմ Հայաստանը կարող է հելնի պատերազմի, այտենց բան հնարավոր է, թե չէ, ինչ եք կարծում։ Թշնամի է, ասում եք, որ թշնամի է, կամ նույն Պարսկաստանը։ Մենք հիմա պարսիկներին այս կարիդոր, որ ամերիկացիքին բերում ենք, մտցնում ենք այդ Զանգեզուր ասած, այդ Զանգեզուրսկի կարիդոր Ալիևի ասած, թրիպ մռիպ անունը ինչա դրած, չգիտեմ։ Էդի մենք ուղիղ արդեն դառնում ենք Պարսկաստանի թշնամին։ Ուղիղ, էլ ստեղ ուրիշ բան չկա, ինքը չի ասում եմ այս Ամերիկայի հետ հարաբերությունները մի բան արեք, փակեք լրիվ։ Ինքը ասում է իմ թշնամուն մի բերեք, մտցրեք իմ քթի տակ, որ ստի ծնձի խփի վերջում։ Էս է խնդիրը։ Այսինքն եթե անում ենք սա, դառնում ենք թշնամի։ Նույնն էլ հիմա այս հակառուսական այս ամբողջ այս պատմությունը, հիմա ես ձեզ ասեմ,
Ինչա սպասվում մեզ, ասենք հետո մի տարի հետո եթե Նիկոլը մնա իշխանության ամենաուշը 1 տարի կամ 2 տարի հետո ամենաշատը այսքան ժամանակ մինչև նույնիսկ այսօր մինչև Նիկոլի գալը Պարսկաստանն ու Ռուսաստանը մեզ համարել են, սենց ասեմ, փոքր աղբեր, մնաց ու մեր լեզվով ասեմ, փոքր աղբեր ուրիշ ձև չեն մեզ մոտեցել։ Մենք հանգիստ այդ երկու երկրների հետ մուտք ու ելք ենք ունեցել, մինչև հիմա հələ ունենք, օգնել են մեզ չեն օգնել, էդի առանձին հարց է, այդ օգնելու մասին ես առանձին կասեմ, բայց ասեմ, որ երկուսն էլ շատ են օգնել, շատ տարբեր հարցերում, պատերազմների ժամանակ եւ այլն։ Հիմա մենք ասում ենք արդեն դառնում ենք քիչ-քիչ թշնամի։ Բա ձեր կարծիքով այդ երկու երկիրը, ասենք ընդ հարիվ են նստածը դրանց ղեկավարները, ասենք չեն տենում ինչ ենք մենք անում։ Իրանք մինչև այսօր համարել են մեզ իրանց փոքր աղբերը ու մինչև այսօր հələ որ մեր վրա չեն էլ ջղայնացել, ասեմ ձեզ, չեն էլ ջղայնացել։ Ուղղակի մեզնից նեղացել են, նեղանում են, պամիդորները չեն ընդունում, ծիրանը չեն ընդունում, չգիտեմ, Պարսկաստանից մի հայտարարություն են անում։ Հա նաև ասեմ, որ ասենք չասեք, որ մեր բարեկամ նախի է Ադրբեջանին շնորհավորում ես անում, են անում, կամ Թուրքիայի հետ չգիտեմ ինչ կապերի մեջ, դա այդ իրանց դիվանագիտական դիվիժենին է, ասենց ասեմ, իրանց գործն է, դա դու չես կարա իրանց ասես իրանք ինչ անեն։ Բայց ասեմ ձեզ, որ եւ Պարսկաստանը եւ Ռուսաստանը դրանք հակաթուրքական երկրներ են։ Իրանք հա հենց տենց է, իրանք հիմա պատերազմների մեջ չեն իրար հետ, բայց դրանք միշտ էլ եղել են Թուրքիայի թշնամին, իրանք իրար թշնամի են համարել ու մինչև հիմա էլ գնում է այդ հակամարտությունը, հիմա մի քիչ ուրիշ ձևով այդ գիբրիդային եւ այլն։ Հա, դրա այդ երկուսը հակաթուրքական են, դրա համար էլ մենք իրանց հարազատն ենք եղել միշտ, քանի որ մենք էլ ենք հակաթուրքական։ Բայց քանի որ հիմա մենք դառնում ենք արդեն թուրքամետ երկիր, քիչ-քիչ թուրքամետ ենք դառնում, մենք ինքն իրան դառնում ենք արդեն իրանց համար դավաճան։ Էսի սենց։ Հիմա մինչև այսօր իրանք մեզանից ընդամենը նեղանում են։ Իրանք մեր վրա չեն ջղայնացել, սենց ասեմ։ Ասենք պատկերացնում եք, եթե վերջում գալիս է այնց վիճակ, որ արդեն վերջ համարել ենք դուք այստեղի էս ռուսաֆոբները, բան մյուս որ կամ հակապարսիկներին, որ Ամերիկան խփեց դպրոցը, երեխաներին սպանեց, ուրախացողներ կային այստեղ, եթե այդ հայտարարությունները ասենք մեծ մասշտաբով լինի հասնի տեղ, ու դառնանք արդեն իրանց համար մենք թշնամի։ Ու իրանք ջղայնանան, ասենք։ Ինչ կանեն մեր հետ, ինչ եք կարծում։ Կարող է մի հատ մեծ պատերազմ գա մեր գլխին, հնարավոր է, չէ՞ ասենք, բայց այդ պատերազմը քանի օր կտևի։ Ձեր կարծիքով։ Մի ժամ է տևելու, ու մեզ ոչ մեկ չի գալու ինչ որ օգնի։ Եթե դուք պատրաստ եք, այս ռուսաֆոբներին եմ հիմնականը ասում, պատրաստ եք զենք վերցնելու ռուսական բանակի դեմը կռվելու կամ պարսկական բանակի դեմը կռվելու, այս դիվիժենիները արեք ու Նիկոլին էլ պահեք։ Եթե չեք ելնելու կռվեք, մի քանի տարուց որ Նիկոլը մնա, չեք ելնելու պարսկական բանակի դեմը ու ռուսական բանակի դեմը կռվեք, ուրեմն սուսուփուս ձեններդ կտրեք, գնացեք ուրիշ նորմալ ղեկավար ընտրեք, որ այս նույն վիճակը առաջվա բերին ու մենք ոչ մեկը մեր վրա չջղայնանա, բոլորը մեզ լավ վերաբերվեն։ Չգիտեմ ոնց եք ընդունում հիմա ես իմ խոսքերը, օրինակ ես պատրաստ եմ զենքով իմ հայրենիքը պաշտպանելու ու միշտ էլ պաշտպանել եմ, բայց ես չեմ հասկանալով հանդերձ, որ չի կարելի դավաճանել այն երկրներին, ովքեր որ մեր հետ են եղել 100-ամյակներ, բայց այսօրվա մեր ղեկավարությունը զոռով ուզում է սարքի մեզ թշնամի այդ երկրների հետ, մենք չենք կարանալու այդ մեծ պետությունների հետ պատերազմենք, մենք չենք կարալու, մեր պատերազմը, եթե ասենք դուք ես գիտեմ, որ այս ռուսաֆոբները, նիկոլականները, զոմբիները, մյուս որ կան, սրանք զենք չեն վերցնելու հելնեն, դուք չեք ոնց որ 20 թվին չվերցրեցիք, մեծամասնություն, հիմնական մասայի մասին է խոսքը, 20 թվին ձեր Նիկոլը հրաման տվեց, ասեց զենք վերցրեք, եկեք զենքը տամ, գնացեք պահեք Արցախը, խիչ եկաք, Նիկոլն էր ասել, բա որ Պարսկաստանն ու Ռուսաստանը հարձակվան Հայաստանի վրա, դուք զենք վերցնելու եք, թե չէ, իսկ այսինքն արդեն իմաստ էլ չի լինելու զենք վերցնելու, սուսուփուս պետքա էլի կզենք
Հիմա էլ Պարսկաստանի ու Ռուսաստանի դեմը պետքա կզենք։ Եթե հույս ունեք, որ Ուկրաինայի պես մեզի զենք են տալու ու մենք կռվենք Պարսկաստանի ու Ռուսաստանի դեմ, չարաչար սխալվում եք, նախ այդ հսկայական Ուկրաինան այդքան զենքը տալիս են, էլի կոտորվան սաղ ուկրաինացիները, բայց մեկը Ռուսաստանը հետ չի կանգնելու, ինքը իր հարցը լուծելու է վերջնական։ Ու հələ ասեք, քանի ՆԱՏՕ-ի զորք ա մտել Ուկրաինա կռվում է։ Դե ասեք, քանի ինչ, հա կարող է ինչ ինստրուկտորներ, ինչ որ մի քանի զորք ՆԱՏՕ-ն մտցրել է Ուկրաինա, թե չէ։ Բայց կարա մտցնի, ռիսկ կանի մտցնի այդ հսկայական Ռուսաստանը ամենաշատ միջուկային զենքը ունի, որ կարա մենակ Ռուսաստանը, ուրեմն երկիր մոլորակը կարա մի քանի անգամ տրակացնի ամբողջությամբ։ Այդքան միջուկային զենք ունի։ Հիմա դուք հելել եք այդ հզոր երկրի հետ, ինքը ձեր ախպերն էր, հա, ինքը դու իրան չես կարող ասես դու իմ հավասարն ես, դու ինձ պետքա ենթարկվես կամ դու ինքը քո մեծ ախպերն է։ Դու պետքա միտեղ իր շահերին ունենց անես, որ շատ բան չանես, թարս չանես իր շահերից, բայց քո իհարկե քո շահերը ազգային պահելով։ Բայց ոչ թե դառնաս թշնամի։ Թշնամի դառնալ այդ պետությանը մենք չենք կարա։ Եթե շատ ուզեք էլ չենք կարա։ Այսինքն մենք հենց դառանք թշնամի, հələ որ ասում եմ իրանք մենակ նեղանում են, հենց դառանք թշնամի իրանց։ Հայաստանը այդ օրը չի լինելու արդեն, մի օր է տևելու։ Մի օրից Հայաստան չի լինելու, երբ որ Պարսկաստանը եւ Ռուսաստանը համարեցին մեզ իրանց թշնամին։ Տեսեք ինչ եմ ասում։ Հիմա իրանք ինչի են սպասում։ Իրանք գիտեն, որ Նիկոլը, հա, իրանց թշնամու Են, չգիտեմ, ձագն է, իրանց թշնամու ձագն է, իրանք երկուսն էլ գիտեն, Պարսկաստանն էլ, Ռուսաստանն էլ։ Հիմա երկուսն էլ սպասում են, ասում են, լես ժողովուրդը մերն են, էլի, սենց թե նենց մերոնք են, մեր ախպերներն են, սենց թե նենց ինչ ուզում ալնի, հա, սխալվել են, մի անգամ Նիկոլ են ընտրել, երկրորդ անգամ Նիկոլ են ընտրել, հիմա սպասում են, այս վերջի շանսն են տվել, սպասում են տենան, մենք ազգը, հայ ազգը դառնում ենք Պարսկաստանի ու Ռուսաստանի թշնամին թե չէ։ Այս ընտրություններով մենք ցույց ենք տալու։ Եթե մենք Նիկոլին ընտրեցինք մեծամասնությունը, ուրեմն մենք այդ երկրների թշնամին ենք հաստատ։ Իսկ եթե քիչ մարդ ընտրեց մյուս, ասենք են ավելի խելքը գլխին մարդկանց, ովքեր որ հասկանում են այս ամեն ինչը, ու գնաց ընտրեց շատ մեծամասնությունը Նիկոլին, դա նշանակում է մենք դառնում ենք Պարսկաստանի, Ռուսաստանի թշնամին։ Այ երբ որ կդառնանք իրանց թշնամին, իրանց ընդամենը մի ժամ է պետք։ Իրանք այս տարածքը Թուրքին չեն զիջելու, իրանք մեզ ասել են դուք անկախ եղեք, խնդիր չկա, բայց մենք դարերով ապրել ենք այդ երկրների կազմի մեջ, 100-ամյակներով, համ Պարսկաստանի, համ Ռուսաստանի։ Հիմա իրանք համաձայնվել են, որ մենք անկախ ենք, ասում են, հա դուք հին ազգ եք, աստվածաշնչյան ազգ եք, այս կողմ են կողմ այդ առաջի քրիստոնյա ազգն եք, իրանք համաձայնվել են, որ մենք անկախ լինենք, մեր դրոշը, մեր պետականություն ունենանք, մեր բանակը ունենանք, իրանք էլ մեզ օգնել են։ Միշտ ասել են ձեզ կօգնենք, կարող է միտեղ քիչ են օգնել, միտեղ շատ է առանձին հարց է, միշտ մեզ օգնել են։ Բայց եթե մենք դա պետք է անցնենք իրանց թշնամու կողմը ամբողջությամբ, իրանք դա թույլ չեն տա։ Իրանք այս տարածքը թուրքերին չեն զիջելու, ոչ էլ ամերիկացիներին են զիջելու։ Իրանք մի ժամում 2.5 կանեն Հայաստանը։ Սյունիքը կգնա ամբողջությամբ, Իրանը կվերցնի կնստի, այս մնացած մասն էլ Ռուսաստանը։ Իրանք պետքա հիմար լինեն, որ այս տարածքը այսքան պահել են, մեզի այսքան փայփայել են, ասենց ասեմ, այսքան հիմա տան թշնամուն։ Մի հատ մտածեք, չմտածեք, որ ես ինչ որ ես ուզում եմ, որ Հայաստանը ինքնիշխան լինի։ Ինքնիշխան ասելով սենց է, մենք չենք կարա մյուս երկրներին մեր օրակարգը թելադրենք, մեծ երկրներին, բայց գոնե պետք է անենց անենք չթշնամանանք այդ երկրների հետ։ Հա, մինչև Նիկոլի գալը, այսինքն մենք այտենց բան եղել է, որ այսինքն որ Ռուսաստանն ու Պարսկաստանը մեզ համարում էին իրանց ախպերը, բայց մենք եղել է, որ Եվրոպայի հետ վատ ինչ-որ հարաբերություններ ունենանք, Ամերիկայի հետ վատ հարաբերություններ ունենանք։ Ես Եվրոպա գնացել եմ, եկել եմ, Ռուսաստան գնացել եմ, եկել եմ, ոչ մի համ ընդեղ են իմացել են հայս, այսպես գրկապած ընդունել են, համ ընդեղ
Համ պարսիկները նորմալ այդքան գնաց եկել են մեր մոտ, մենք էլ այնտեղ առևտուր ոչ մի խնդիր չի եղել, ընդհանրապես ոչ մի խնդիր չենք ունեցել։ Այսօր խի ունենք այս խնդիրը։ Խի այսօր այս խնդիրը ունենք, խեն կանգնել այս վերացման, լավ էլ այդ Ադրբեջանը փոքր պետություն է, դա դրա հարցը մենք կարանք լուծենք։ Թեկուզ Թուրքիան ու Պակիստանը օգնեն։ Բա մենք մի խենք էլ այս մեծ պետություններին դարձնում մեզ թշնամի։ Այսուր եք բերե հասցնում մեզ, այսուր եք տանում։ Հայաստան չի լինելու։ Եթե այս քաղաքականությունը շարունակվեց, Նիկոլը մնաց կամ Նիկոլի ճտերից մեկը եկավ, ու այս նույն քաղաքականությունը տարավ, Հայաստան չի լինելու։ Մոռացեք։ Ոնց որ այն 100 տարի առաջ, 400 տարի առաջ այս նույն պատմությունը բերել են մեր գլխին, այս սենց է եղել։ Ասում են ռուսները կիսեցին Հայաստանը ինչ արի, այս սենց ղեկավարներ են եղել, որ իրանց աղբորը դավաճանել են, որ մինչև այդ դրի հարազատ պես քեզ սարքելա, բանը ամեն ինչ օգնելա, ինչով պետքա, գնացել են թուրքերի կողմն են անցնել։ Այդ դրա համար չի եղել Հայաստան։ Նորից եմ ասում, Հայաստանը կարա անկախ լինի, ամբողջությամբ անկախ, բայց Հայաստանը չի կարա այս տարածքում որոշի, այսինքն պետքա Իրանի թշնամի Ամերիկան գա նստի, ասենք, Սյունիքում։ Այդպես բան չի կարա Իրան թույլ տա, քանի որ Իրանը իր դարավոր բարեկամն է համարվում։ Ճիշտ է, պատերազմներ եղել են մի քանի 100 տարի առաջ, բայց հետո դա լուծվել է, խաղաղություն է կնքվել Իրանի հետ, էսկոմ, հետո դրանից հետո Ռուսաստան, մյուս անցանք առաջ այդ պատմությունը։ Հիմա այսօր ինչ վիճակում ենք մենք։ Մինչև փաստը սենց է, մինչև Նիկոլի գալը մենք այս հսկայական պետությունների հետ եղել ենք շատ լավ հարաբերությունների մեջ։ Հիմա դառնում ենք իրանց թշնամին, այսինքն հիմա ունենք Թուրքիա թշնամի, ունենալու ենք Իրան թշնամի, ունենալու ենք Ռուսաստան թշնամի։ Դե Ադրբեջանի մասին չասեմ լավ, որպես փոքր պետություն։ Վրաստանն էլ թուրքերի հետ ավելի մոտիկ է, քան թե մեր։ Ինչ է լինելու Հայաստանի հետ։ Թուրքերը չեն գաստե, չեն թողա, պարսիկները չեն թողա, կամ ռուսները չեն թողա, որ Թուրքիան գա այս տարածքը գրավի, չեն թողա, հա, իրան կվերցնեն, էլի իրանց կազմի մեջ կմցնեն, ոնց որ միշտ են արել, խեն արել, որ այս վիճակ, որ թուրքը չգա նստից, դե դրա համար են արել։ Ես անձամբ համարում եմ, որ Պարսկաստանը եւ Ռուսաստանը ոնց որ միշտ եղել են մինչև Նիկոլի գալը, մեր բարեկամ երկրները այտենց էլ պետքա մնան, բայց դրա համար մեզ պետքա խելքը գլխին ղեկավար, այսքան մի բան։ Մնացածը դուք գրեք, եթե մտածում եք, որ ինչ որ սխալ բան եմ ասում, ձեր կարծիքները գրեք։